Դուրն էլ ավելով բաց են թողել։ Այս պահին Անդրանիկ Թևանյանի բնակարանում կարծես ինչական գործողությունները ավարտվեցին, այս հակաբերած աշխատակիցները ինչ-որ համակարգիչներ իջեցրեցին, իրենց հետ կարծես հիմա չգիտեմ պետական ինչ է լինելու, սպասենք զարգացումներին։ Ну, ենթադրվում է, որ հնարավոր է էլի ինչ-որ բան պիտի իջեցնեն, որովհետև հեսա ինչպես տեսնում եք, շքամուտքի դուռը այսպես ավելով հարմարեցրել են, բաց են թողել, երևի որ էլի բան իջեցնեն, չեմ կարող ասել, չգիտեմ։ Այստեղ են նաև մեր հարգարժան լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր երկար ժամանակ սպասում էին իրենց շնորհակալություն կատարած ազնիվ աշխատանքի համար։ Փորձենք բարձրանալ, բայց հնարավոր է վերելակով իջնեն, չէ՞։ Հնարավոր է վերելակով էլ իջնեն։ երաշխավորում է, որ այդ խնջական գործողությունների արդյունքում չի բարձրվելու նախաքննական մարմնի տարածած հայկական հողագործության հետ կապված որևէ կերպով չեն կարող բացառում է։ Ինչ արեցին, պարոն Թևանյան։ Խոզարկություն, դրասենյակից հետո խոզարկությունը արդեն կատարվում։ Այսինքն հիմա տեղաշարժի Ոչնդոց չկա։ Կարգավիճակ չունեմ այս շինությունների կապված եւ հիմա իմ ավտոտնակն է զարգանում, բայց ես կարծում եմ իմաստ չկա դեպքում մասնակցելու, քանի որ հաստատաններ կան
Քաղաքական հետապնդումը բացել նաև քարոզության այս փուլում մեր թիմի եւ մասնավորապես իմ քարոզչական գործունեության խոչընդոտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը խոստացել է թուրք ադրբեջանական օրակարգը սպասարկել, այդ սպասարկման շրջանակներում ինքը պետք է որոշակի գործողությունների դիմի, որպեսզի վերարտադրվի։ Տեսնում է, որ մենք Բարգավաճ Հայաստանում այլ Հայաստանի դեմոկրատական հայրենիք որնյացել մասնակցում, բավական ակտիվ դերակատարում ենք ստանձնում, գումիշը ամենօրյա ռեժիմով աճում է եւ ահա նրանք փորձում են խոչընդոտել մեր կառուցությունը, մեր գործունեությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ պետական դավաճան է, այսինքն ինքը ինչքան էլ բարձր գոռա բռնեք դավաճանին, դրանից իր դավաճանությունը չի ներմուծվում, այնպես որ ինքը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Ես ամեն ինչ անցնելու է գնա, բայց իր այս ճղճին քայլերը բնալու են։ Դուք նաև հակընդդեմ հայց եք ներկայացրել։ Հայցեր։ Հիմա պատրաստում են մեր իրավաբանները հակընդդեմ հայցերի մասով եւ նաև պետք է տեղեկացնեմ, որ ձևակերպումները չեն տարածել նախագծերով, բայց սիանալի ձևակերպումներ կան եւ որոշ բաներ կապվածեցի տողեկան բացակայով, որ անհասկանալի է դառնում օրինակ, թե ինչ են եկել խոսակելու եւ մեր դերասենյակը կուսակցության եւ իմ բնակարանը եւ հիմա նաեւ իմ ավտոտնը։ Խաղապահները որևէ բացատրություն տվեցին, օրինակ ձեր Դե այն ինչ որ դուք տեսել եք, եթե հեքիաթը որ տարածվել է քննչական կոմիտեի կողմից, դա է։ Ինչ հայտնաբերեցին, օրինակ ինչ արդյունավեցին։ Ես իրավունք չունեմ։ Դե դուք տեսաք արդեն ինչ է։ Դե արխիվերով էր։ Դե ես նախաքննությամբ ստորագրություն տվել իրավունք ունեմ բացահայտելու, մնացածը հավաստիացնում ես Պարոն Թևանյան, վաղուց մեր կողմից մոռացված ոք է։ Պարոն Թևանյան, այս պահին քննում է դատախազության միջնորդությունը հետապնդում հարուցվելու եւ չի բացառվում, որ եթե համաձայնություն կան, ապա ձեզ ձեռնարկալելու որոշում կկայացնեն, որտեղ անհրաժեշտ հակառակության։ Բայց ձեր գործողությունն է գնալ քննական։ Ինչ ғալատ ուզում են թողան։ Հիմա գնում եք ավտոտնակի դուրը բացելու։ Ինչ կարգավիճակում է։ Ես ազատ կարամ ասում, թե ինքը ինչ կարգավիճակում է։ Կարգավիճակը որ ասեք, ես ասեմ, Կարա իմ կարգավիճակը այս պրոցեսի շրջանակներում կարող է գնալ։ Ազատ է, չէ՞, պարոն Կարա գնալ։ որևէ կարգավիճակ Ես պատասխանում եմ Հովանյանի մեկ Ես ասում եմ, որ կառուցունակ կամ կենտրոնական ընտրական համակարգը։ Գիտե, իշխանության ուզում գնալ, ասենք, Գնացեք, բացեք էլի դուրս։ Որ ուզում եք կարա գնա, կարգավիճակ չունի։ Իսկ ինչու՞ չեք ուզում ԿՀ գնալ, պարոն Թևանյան, հիմա այնտեղ այս պահին ձեզ նկատմամբ հետապնդում հարուցելու հարցն է քննվում։ ԿՀ-ում այդ թեմանից հետաքրքիր չի, ԿՀ-ի որոշումները հրապարակել ապացույցները, որոնք այդպիսի մեղադրանքներ եք կառուցում իմ հասցեին։ Տեսնեմ ինչ եմ անում։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հրահանգվել է իրենց արդեն տեքստը ասել քննչական կոմիտե հաստատել բառան դրանք վերաբերում պետական դավաճանության մեջ պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն պետական դավաճանության մեջ մեղադրում է նախապես անոնս է տալիս անոնսից հետո հայտարարություն անում հայտարարությունից հետո 2 օր անց ես այստեղ կանգնած հետ ասուլիս եմ տալու ասուլիս եմ տալու գնացել եմ ես դավաճ եմ արել եւ այլն եւ այդպես շարունակ ասում մարազմը ինչ-որ աստիճան պետք է երբ որ իրեն այդպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում նշանակում է ինձ օր առաջ պետք է մտածել
Սա է, հասկանում դրա համար ես ուզում եմ, որ դուք էլ որպես լրագրող ինձ էլ հետաքրքիր լինեք։ Միասին գնանք քննչական կոմիտե եւ գնանք ասենք, հայկը մեր կա, ինչ կա, գնանք ասենք։ Քննչական կոմիտե որ վարչություն մեքենապատասխան գնահատում Երևան քաղաքի Երևան քաղաքի Գնանք կոմիտե Գնանք հասկանանք ինչ են ուզում, որովհետև այս անհետեցությունը, այս մարազմը, որ մի կողմ աշխարհը կազմակերպել է, այս հոգեվարքի մեջ որ գտնվում է, ու նաև ասենք տեղեկություններ կան, որ ասենք Զելենսկին փորձում հաջողանալ, որովհետև այս Դոնբասը այցելել մեր թիմով, եւ փաստորեն ստացվում է, որ Զելենսկի պես կերպարին Հայաստանում կարող է ինչ-որ հարցեր լուծել, որ Հայաստանի կանոն դիպլոմատիական ճանապարհը։ Սա անհետեցություն է։ Դրանք միասին կացեն, դիքե մեղավորություն կա, ասում սա ապացուցները հրապարակի, հիմա ամբողջ ապացուցողական բազան հրապարակի։ Գաղտնիքը ո՞րն է, իմ ցանկացած ստորագրել, որ չեք հրապարակել։ հասկացա, բայց նայեք ո՞րն է խնդիրը, հիմա մարդու վրա պիտակ են կպցնում, ասում են, նախաքննական գաղտնիք։ Հիմա օրինակ իրենց գործունեության արդյունքում, արդեն մի ժամ ու կես է, 7 օրը ելնա զրկվել է 7 օր։ Իսկ 7 օրերին ինչ զգացում դա չհասկացա, այսինքն ինչ միտքով։ Ես դետալները չեմ կարող ասել, կապելու խնդիր չի։ Տեխնիկական պրոցեդուրալ հարցեր կան, Այսինքն սարքավորումները խուզարկության այնպիսի բաներ են արել, այնպիսի գործողություններ են արել, որի արդյունքում 7 օրի ելնա զրկվել է եթերից այս քարոզության տունը։ Սա ուղիղ միջամտություն է քաղաքական եւ ընտրական գործընթացներին, եւ ես հիմա կուզենայի տեսնել, թե այն հայտնի կազմակերպությունները, մամուլի ազատության, խոսքի ազատության ինչ են ասել։ Ասել են, որ ամեն ինչ նորմալ է, 7 օրը ելնա հսկայական 10,000-ների այցելուներ են եղել։ Հիմա այս քարոզության փուլում իրանք որ մեզ զրկում են 7 օրը ելնա։ Նշանակում է քարոզական թիպացումից զրկել։ Նաեւ դա իմ պաշտպանության համակարգն է, չէ՞։ Հիմա իրանք լուտանքները թափել են, ասում են նախաքննական գաղտնիք չհրապարակի, թե չի նոր բաներ կհարուցենք, ու արդյունքում իրանք շամպես հաչանում են։ Ես էլ ասենք զրկվում հնարավորությունից պատասխանելու, այդ թվում իրականացություն միջոցով։ Չնայած վերում ասացիք, վերելակի որ կոդավորված է վերելակը, ձեր կինը կնոջ հետ որ բացատրեն այս վերելակը։ Միասին են բացատրում։ Հա, այսինքն իրենք կոդը չեն իմացել Չէ, միասին են բացատրում։ Հիմա անցնում են տեղափոխեն քննչական այդ բանի կոնվենցի վրա։ Եվ իրար հետ գնանք ասենք, կարող եք ինձ էլ ասել հեսա բերում եք։ Ձեր պատկերած հետ մարդուն գնանք տեսնենք ինչ են անում։ Չէ, ինչ հետաքրքիր է։ Ստես հետաքրքիր չի, ասենք մենք ընտրությունների մասնակցող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկն ենք։ Այդ ուժերի ցուցակի յետող համարի մարդը, այսպեսի հետապնդման է։ Նաև ես տեղեկացա, որ մարդու անջատությունը տեղացում, որովհետև առավոտորեն ես այսպես ասած մասկի շոյի մեջ եմ, բայց սա խոսում եմ մասի բանի մասին, որ գալու է Հայաստանի ցուցակի դեմ, կուսակցության դեմ եւ թիմի դեմ հարձակում է։ Սա է ամենաշատը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր բանի բոլոր մասերին հատկապես սիրելի մասերը պատարակում է ժամանակին խոսում է ազատ խոսքից ազատ մամուլից կար ու մնաց դեմոկրատիայի բաստիոնը չնայած երբևէ չեմ հավատացել այդ ամեն ինչին, բայց հիմա շատ ուժեղ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ու փաստորեն երևի Սուդանի, Մակրոնի և մյուսների աջակցությունը իրենք դեռ է շեղել, դեռ այսպիսի վարկերից է տեսել։ Մեղադրանքներ ենքան անհետքել, դրանց նույնիսկ առանձին իմաստ չունեն։ Շնորհակալություն։ Ես սպասում ձեզ քննչականում գնանք, գուցե տեղում ինչ-որ մեկը հայտնվի և ասացին։ Այսինքն քննչական ձեզ չեն կանչել իրենք, որևէ ծանուցում, որևէ բան չկա։ Ես գործով ես ոչ վկա եմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ չգիտեմ, կարգավիճակ չունեմ։ Որոշում եմ մի հատ բերել դատարանին, որ պետք է խուզարկեն մեր գրասենյակը, մեկին պետք է խուզարկեն մեր բնակարանը եւ հիմա խուզարկում են իմ ավտոտնակը։ Ասենք իդեպ ես չգիտեմ, չեմ ուզում նայել։ Օրինակ, պարոն Թևանյան, ինչ եք ակնկալում քննչականը, ինչ պատասխան պետք է տա ձեզ։
Կամ ինչ փաստեր պետք է ներկայացնի։ 11-ին են բռնել։ Դուք եք չէ այդ տարը։ Դվա եկել են։ Ուշի չան ջո։ Ինչ է, ես ինձ կալանում եմ։ Ամսի 7-ից հետո։ Ձեր ավտոտնակում ինչ կա Թևանյան։ Ավտոմեքենա, ուշի դեպա։ Կարող եք գումարներ դնել։ Դերեն։ Ձեզ առավոտից հետաքրքրում է գումարները, այդ հարցով մենք իրար առանձին կպայմանավորենք։ Մի գործը հիմա կհարուցեն։ Այդ ճանապարհով ձեռք բերված գումարներ պետք չի իհարկե կոնեկցի գումարներ։ Դեմո ավտոմեքենա։ Իսկ տանից ես ինչ միացա, ինչ որ բան հայտնաբերեցի։ Ատոմային ռում։ Ինչ էի կաների։ Ատոմային ռումը ամեն բնականում պետք է նա ատոմային ռում։ Սպառնալի չնչեցնեք։ Դրա մեջ գրական։ Ատոմային ռումը դա Հայաստանի անկախության երաշխավորն է եւ յուրաքանչյուր բնակարանում։ Ձեր կարծիքով այսօր ձեզ կկալանավորեն։ Գնամ քնչական պարզ ենք ժողովուրդ։ Այդ եմ ասում։ Հիմա դուք գնում եք քնչական։ Հա գնում եմ քնչական ժողովուրդ, անկեղծ առաջարկում եմ ձեզ գնանք քնչական կոմիտե։ Պարոն Թևանյան, դուք ձեր սեփական նախաձեռնությամբ եք գնում, թե իրենք են։ Չէ, ես հիմա ազատ եմ, ինձ ասում են դու կարգավիճակ չունես, ո՞ր ազատ ես։ Վերջինը սա բան։ Իսկ ինչ փոխել խոզարկություն իրականացնում ձեր։ Գնում եմ ապացուցել, եկել եմ։ Կամ չգիտեմ, եթե բան կա։ Քանի տուն չեն գնացել։ Եկել եմ մեր գրասենյակը։ Ոտից գնուց ասենք ավդել եմ։ Մեր տունը ոտից գնուց ավդել եմ։ Դուք որ մտակ տուն արդեն խոզարկություններ իրականացրել։ Ոչ, Իսկ նրանք ձեր տանը եղել էին միջև ձեր գնալը։ չէ։ Ինչև իմ գալը եղել եմ, բայց ինձ տանը եղել դրանք։ Բայց վերելակը ոնց էին բացել, վերելակն էլ էր, չէ՞ բաց։ Հա։ Իրանք այսպես են ձևակերպում, որ մենք եկանք, տեսանք, որ հարևանը իջնում է, ասեցինք մի փակեք, տենց ինչ-որ։ Իսկ այդ հարցակումը որ ներկայացվեց։ Այդ կամ մի քանի օր առաջ է եղել, ժամանակական այդպես նշանակություն չի եկել դրան։ Այդ հիմա չեմ կարող ասել։ Օրինակ ես չգիտեմ մեր դեպլակի դուրը ոնց է բացել։ Ես եկա տեսա իրանք բացել են։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, հա, թե ինչպես է որ դեպի ձեր տուն վերելակ է դրված։ Դուք մինչև գնելը ունեիք կար այդ վերելակը, թե ձեր գնալուց հետո։ Այսինքն դուք չեք ստացել ֆինանսական միջոցներ վերելակը։ Ոչ դա այդպես է։ Սովետական հատված մենք Շատ լավ շնորհակալ։ Ջո ջան, ես ձեզ սպասում քնչական։ Մամիկոնիաս չէ, այնտեղ եք գնում։ Քնչական ճիշտ է։ Հա, շատ լավ։ Որտեղ անկեղծ եմ ասում, պատկերացրեք իրա ձեր վրա։ Գալիս են ձեր տուն, խուզարկում են, խապում են եղած չեղածը, ասում ես ինչ կարգավիճակում եմ, ասում են ոչ չունեմ։ Ասում ես դա ինչի խուզարկում, ասում են դատարանի որոշում կա, ասես ես բաներ են։ Ասում հետո խուզարկում են ինչ-որ բաներ են։ Դիտակում, նախ վնաս են տալի 7 օրի են տալի, հետո լսում դելա դու ազատ ես։ Դա չի, բան չի ստա։ Հիմա ձեր վրա վերցրել։ Պարոն Թևանյան, ավտոտնակից բացի կա այդտեղ որտեղ պետք է գնանելի խոզարկություն անցնել, Որտեղ գումարներ պահած։ ոչ միտեղ չկա, որ պետք է անել։ Քնչականում գնանք եկել իրենց խոզարկենք։ Հարցը քննենք իրեն, լուրջ եմ ասում, հարցեր տանք, պատասխաններ ստանանք։ Հասկանանք ինչ ենք անում։ Կոնկրետ նախ Ես կարծում եմ ավելի շատ էսի խոչընդոտում էր նշանակում։ Մի օր եկել են խոզարկեցին ամբողջ օրը զախողեցին կառավարությունը։ Մի օր կարող կանչեն, ասում են ձեզ հարցեր ունենք տալու հարցակնության ժամերով գնացին դեպի կորավ։ Հետո մյուսը կորավ, մյուսը օրերը կորան, կառավարությունը այդ մասը զախողեցին, իմ մասնակցության մասով ու վերջացավ։ Այդ օրինակ կարող էին, չէ՞, բռնի գործողություններ իրականացնել, ձեզ բերման ենթարկեին, գցեին գետնին, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևով։ Հետո վերջը։ Տարօրինակ չէ, որ այդպես չեն անում։ Հիմա ես պետք է իրաց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչի այդպես չեն արել։ Կամ առանց նա։ Դուք ինչ եք ուզում, որ իրանք այդպես գործողություն ունենան։ Չէ, ուղղակի տարօրինակ է նաև, որ դուք որևէ կարգավիճակ չունեք, բայց այս Իսկ տարօրինակ չէ, որ մարազմատիկ տեքստը հրապարակել է։
Պարոն Թևանյան, Չոր կոտանի կա որ կա այդտեղ։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Պարոն Թևանյան, դուք պատասխաներումից եք ակնկալում քննչական կոմիտեի նախագահից։ Գնանք տեսնենք ով կա։ Հերթապով կրնեք գնանք ասեն ես ինչ անես, եկել եմ ձեր մոտ տարած ես։ Սենց պետական դավաճանության մեղադրանք են հնչեցին, ես հիմա ձեր մոտ եմ։ Եկել եմ բարև ձեզ ես եմ։ Հիմա մի հատ հասկանանք, իրոք անկեղծ է զավեշտ ես ուզում հասկանամ ինչով է ավարտվել։ Ասենք գործողություն են անում, չէ, ասում են ես արել, պետության, ինքնիշխանության եւ այլն, չէ։ Հետո ասում են լավ, դու ամեն մեկս գնանք իրենց գործերով։ Սեզա չեն կանանավորում, չեն ձերբակալում, հանդիպ պատմում եք պետական դավաճանը հանդիպ պատմում։ Իրենց շատ է կոչվում, հա, բայց դու բան այո, վիզ եք դրել ես ասես։ Տարօրինակ Ինձ էլ տուրը տալիս է սա։ Դե շատ տարօրինակ է։ Մնացած մասերը դա։ Տիկին Խոստանջյանը մասնակցում է, թե կողմ գնանք գարաժը, ո՞րն է ավտոբան։ Գարաժը փակեցին։ Ներսից մտքից ներսից։ ես գնամ քննչական կողմը։ Որտեղ դիմացը բաց է։ Եվ նաև օտոմատիկ Այ մով ասում։ Այսինքն ապօրինի է Տիկին Փոստանջյանը։ Մենք ասոցիացիան որոշումը մեզ Թևանյան, բայց Քսերակոպյան տրամադրեցին հարցանակը։ հա, ածանագրության ճիշտ է։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Հարցը տալիս է դրա ենթատեքստերն է, որ ասում այո, ես հետաքրքրվել եմ։ Բոլորն էլ հետաքրքրվել են։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ պատգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ-որ հաշվետվություն ներկայացնի, ինչ-որ հայտարարագիր լրացնի, ինչ-որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիություն, ես ասում եմ, չեմ մասնակցի եւ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են։ Իսկ ինչ վերաբերում է նշված 24 թվականին, ես ջանոց պատգամավոր չեմ։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը, փոխվարչապետը, ընդդիմությանը տեղեկություններ են փոխանցել, ձեզ հետաքրքրել է, թե ոչ։ Բոլորին հետաքրքրել է այնքանը, որքանով մենք քաղաքացիենք եւ մասնավորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլογությունը, մարազմը կայանում մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնի պետք է ասեն, որ մի հատ հետաքրքրվեին, եւ մենք գիտենք, որ օրինակ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն է սպասարկում։ Ինչ գաղտնի կարող է պարզել։ Եվ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախ ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրը հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող համացանցումն է։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, դուք ստորագրել։ Ես ասի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլն մակարդակով հայտարարել, որ դուք հանձնել եք Արցախ Ադրբեջան։ Այն օրերին դրան
Պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում։ Եվ հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում падգամավոր չեք եղել, ձեր մանդատը վայր եք դել։ Քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ ապօրինի եք ստացել այդ ամեն ինչը, ձեզ օգնել է։ Արադ Նեզարը ինչ պետք է ասել, մենք չգիտենք։ Ամբողջ աշխարհը չգիտի։ Արադ Նեզարը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի Բայց հիմա դուք ասենք, դա ապուշություն է, այսպես որ հայտարարություն են արել, իքանապես։ Ես ձեզ կհուշեմ, որ դուք իրավապահ անուններից քննչական կոմիտեից հարցնեք, արդյոք որևիցե մեկը այդ լսումների ժամանակ ինչ-որ մի բան գաղտնիության վերաբերյալ ստորագրել է։ Այսինքն, եթե փակ է եղել, դեռ չի նշանակում, որ գաղտնի փաստաթղթերը իրենց ստորագրությամբ տրված է եղել եւ նրանք ունեցել են պարտավորություն ինչ-որ X1-ին չփոխանցելու, որն էլ այդ X1-ն էլ ինչ-որ X Y-ի չփոխանցել։ Այսինքն ասածը հետեւյալն է, որ եթե նույնիսկ եղել է քննարկում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ մի փաստաթուղթ է քննարկվել, որը եղել է գաղտնի եւ հասանելի է եղել որևիցե մեկին։ Այսինքն ինչ-որ քննարկվել է, հավանաբար քննարկվել է փակ եւ գաղտնիության հետ կապված խնդիրը այստեղ չի կարող հարուցվել։ Գնանք քննչական, համել իրար հետ ձեր բազմաթիվ այլ հարցեր բարձր։ Գնացեք ձեր բարի ճանապարհ։ Տիկին Փոստան ջան։